Իսկ եթե չես տեսել առաջին մասը, անպայման նայիր եւ հետո անցիր սրան, թե չէ հնարավոր է, որ շատ բաներ ուղղակի չհասկանաս։ Նաեւ կխնդրեմ, որ լայք դնես ու բաժանորդագրվես ալիքին, որովհետեւ այս հոլովակի նկարահանման ու մոնտաժի վրա մենք տանջվել ենք ավելի քան մի շաբաթ։ Շնորհակալություն եւ հաճելի դիտում։ Կարճ ասած, հանցագործություն։ Մաս երկրորդ։ Կարեն, դու ես։ Ինչ ա եղել, Ստեղան։ Ես դանդաղ քայլեցի դեպի Կարենը։ Էդ ինչ դանդակա ձեռդ։ Հա, ես։ Հեչ, ուշադրություն մի դարձրեմ։ Ես էլ եկամ մտակում, տեսա դու տուն ես, գնացի ես ներքևի բակը, մտածեցի այնտեղ կլինես։ Հա, փաստորեն է դու ես։ Ինչը։ Հեչ, արի ներս, հյուրասենյակում կխոսենք։ Մենք գնացինք հյուրասենյակ, Կարենը նստեց բազկաթոռին ու ես հարցրի։ Ջուր կարող ա ուզես։ Հա, չէի հրաժարվի։ Ես գնացի խոհանոց ու բացեցի խողովակի ջուրը, որ մի քիչ սառի, նոր լցնեմ բաժակի մեջ։ Շուտվանից ձեր տանը չէ եղել։ Հա, էլի, կորել ես չկասես մի ամիսը։ Մինչև ես մեր ջուրը սառավ հոգիս էլավ։ Ես մեր նկարներն ես նայում։ Նույն պահին ուժեղ դմփոց լսվեց կողքի սենյակից։ Սպասի ստեղ տենամ ինչա գամ։ Ավելի լավ է հետդ գամ։ Մնաս տեղ։ Մեր սենյակի պատուհանի բռնակը փչացել է, հանել ենք ու հիմա քամին անդր տալիս բացում ու սենց ձեներ է գալիս։ Գոր, արի։ Ես մոտեցա նրան ու այն ինչ տեսա չուներ ոչ մի բացատրություն։ Ինչ։ Նստելով սեղանի շուրջ ես ասեցի. Չեմ հասկանում, դեռ շարունակվում է այս ամենը։ Ինչ ա եղել, կբացատրես։ Այսօր ինչ եկել եմ տարօրինակ պահվածք եմ մոտդ նկատում։ 2 օր առաջ, երբ ես հյուրասենյակում նստած էի, էլի ինչպես այսօր սենյակից ձայներ լսեցի։ Առանց երկար մտածելու ես գնացի սենյակ ու տեսա, որ պատուհանը բաց էր, իսկ վարագույրը մի կողմ քաշած։ Սենյակում ոչ ոք չկար առաջին հայացքից, ինչև ես նկատեցի, որ դարակի դուռը դանդաղ բացվում է։ Դարակի դուռը բացվեց մինչև վերջ, բայց այնտեղ ոչ ոք չկար։ Միայն դռան վրա գրված էր վերցրու ու սլաք դեպի պատուհանը։ Վախից ես ուղղակի քարացել էի տեղումս ու չէի կարողանում շարժվել։ Ես նայեցի պատուհանի կողմ ու այնտեղով բարձրահասակ մեկը վազեց։ Շուտով ես նորից կարողացա նորմալ շարժվել ու նույն պահին որոշեցի լքեմ սենյակը։ Երբ ես ուշքի եկա, վեր կացա ու միանգամից վազեցի դուրս, գնացի եղբորս տուն, իսկ առավոտյան որոշեցի գնալ բաժին։ Բայց բաժնում տեսածս թղթի մասին ոչինչ չասեցի։ Պարզա, բայց Գոր, մի հարց։ Ասա, լսում եմ։ Երբ ուշքի եկար, դարակի դուռը բաց էր, թե փակ, դրանք մանրուքներ են, որ պիտի հաշվի առնես։ Փակ էր։ Ուրեմն հնարավոր է, որ ինքը դեռ քո տանն է։
Կարճ ասած, հանցագործություն։ Դե ինչ, կարճ ասածը արդեն վերջացել է, բայց ես կխնդրեմ, որ դու հոլովակը նայես մինչև վերջ։ Ինչպես կարող ենք տեսնել Ալիքի այս ստատիստիկայով, մեր դիտորդների 63%-ը դեռ բաժանորդագրված չեն Ալիքին։ Այսինքն, եթե մեզ նայում են 10,000 հոգի, նրանցից 6300-ը մեզ բաժանորդագրված չեն։ Շուտով, այսինքն մի ամսից, այսինքն հուլիսի 27-ին իմ ծննդյան տարեդարձն է։ Եթե դուք կուզեք ինչ-որ փոքր ձև ինձ նվեր անեք, կխնդրեմ հենց հիմա իջնեք վիդեոյի ներքևում ու գտնեք այս կարմիր կոճակը։ Սեղմելով վրան այն սարքեք մոխրագույն։ Այդպես մինչև իմ ծննդյան տարեդարձը մենք կհատենք 20,000 բաժանորդը, որն էլ կլինի իմ ծննդի նվերը ձեր կողմից։ Շնորհակալ եմ ձեզ, որ լսեցիք ինձ մինչև վերջ։ Եթե դիտեցիք մինչև այս վայրկյանը, կոմենտներում պլյուս դրեք, ես կտեսնեմ այդպես, թե ովքեր են ամենահավատարիմ բաժանորդները։ Ձեզ հետ այսօր Կորն էր, հաջողություն։